Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնը։ Մայիսի 1-ը աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է։ Այն նշվում է աշխարհի 142 երկրում, իսկ սկսվել է ամեն ինչ 1886 թվականին, երբ ամերիկացի և կանադացի աշխատավորները ցույց կազմակերպեցին աշխատանքային գրաֆիկը 8 ժամյա դարձնելու պահանջով։ Չիկագոյում ցույցը ցրելու հետևանքով մահացավ 8 ոստիկան, 4 ցուցարար, տասնյակ մարդիկ վիրավորվեցին։ 1889 թվականին երկրորդ ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը հիշատակ Չիկագոյի դեպքերի որոշում ընդունեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր անցկացնելու մասին։ Սակայն առաջին անգամ այն նշվեց 1890 թվականին եվրոպական մի շարք երկրներում։ Մեր երկրում աշխատավորի օրը մեծ շուկով և տոնական շքերթով նշվում էր դեռ խորհրդային տարիներից։ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը Հայաստանում ոչ աշխատանքային է և տոնական։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է եղել աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մայիսի 1-ին նշում ենք աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը և ուզում եմ բոլորիս շնորհավորել օրվա առիթով։ Քաղաքակրթությունը ձևավորվել ու զարգանում է աշխատանքի արդյունքում և աշխատանքն է այն գործիքը, որով հնարավոր է անհատի և հանրության կյանքն ավելի լավը դարձնել։ Ասվածի մեջ բանալի արտահայտությունը հնարավորեն է։ Աշխատանքն իհարկե անհատի և հանրության կյանքն ավելի լավը դարձնելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որովհետև գոհացուցիչ արդյունքներ բերում է միայն արդյունավետ աշխատանքը, իսկ արդյունավետ լինելու համար աշխատանքը պետք է հիմնված լինի գիտելիքի շարունակաբար զարգացող հմտության, այսինքն կրթության ու կրթվելու վրա։ Սովորաբար, երբ ասում ենք կրթություն, գիտելիք, գիտելիքահենք աշխատանք, ասոցիատիվ հասկանում են գիտատեխնիկական, տեխնոլոգիական, հետազոտական աշխատանքն, ինչ իհարկե սխալ չէ, բայց ցանկացած աշխատանք շատ ավելի արդյունավետ է, երբ հիմնված է տվյալ աշխատանքի, նրա նրբությունների և առանձնահատկությունների մասին սեփական գիտելիքն ընդլայնելու և հարստացնելու գործելակերպի վրա։ Սա վերաբերում է ամեն ինչին՝ արհեստին, արվեստին, ձեռներեցությանը, գյուղատնտեսությանը, մանկավարժությանը, պետական, զինվորական, համայնքային ծառայությանը, բանվորությանն ու առաջնորդությանը և բարեկեցության հասել ու հասնում են այն պետությունները և հանրությունները, որոնք առաջնորդվում են այս տրամաբանությամբ։ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունն առաջնորդում են այս տրամաբանությամբ, հասկանալով, որ սա պարզ ճանապարհ չէ, որովհետև խոսել գիտելիքն ընդլայնելու, հանրությունը զարգացնելու անհրաժեշտության մասին նշանակում է արձանագրել, որ մենք ինչ-որ բան չգիտենք։ Ու երբեմն անհատական, հանրային, սեփական մակարդակով հեշտ չէ խոստովանել, որ մենք ինչ-որ բան չգիտենք, չնայած ակնհայտ է, որ բոլոր տեղերում բոլորն ինչ-որ բան չգիտեն։ Եվ թերևս մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով և լավ ապրում ենք մեր իմացածի չափով։ Եվ մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը և ընդլայնել մեր իմացածի ծավալը։ Իսկ սա հնարավոր է աշխատանքի և կրթության և աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիդ աշխատանքի և աշխատողների համերաշխության օրվա առիթով և ցանկանում եմ, որ աշխատանքն արդյունքի վայելում և ստեղծագործական բերկրանք նշանակի մեր բոլոր քաղաքացիների, մեր հանրության համար, որովհետև աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց։ Եվ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր արժանապատիվ աշխատանք խորագրով երթ։ Դիտեք մեր հաջորդ տեսանյութը։ Այսօր օրացույցում նշվում է ոչ աշխատանքային, սակայն այն հիշեցում է այն մասին, որ աշխատանքային իրավունքները պետք է լինեն պաշտպանված։ Մայիսի 1 ունի պատմական ծագում։ 19-րդ դարի վերջին Չիկագոյում աշխատավորներն ընդվզել են երկարատև աշխատանքի ու վատ պայմանների դեմ։ Իսկ Հայաստանում մայիսի 1-յան այս երթը կրում է արժանապատիվ աշխատանք խորագիրը։ Երթը մեկնարկեց Աբովյան պուրակից։ Երթին մասնակցում էին ինչպես հայկական արհմիությունների կոնֆեդերացիայի անդամները, այնպես էլ այլ քաղաքացիներ տարբեր մասնագիտություններից, բժշկությունից մինչև արդյունաբերություն։ Երթի ամբողջ ընթացքում մասնակիցները բարձրախոսով քաղաքացիներին իրազեկում էին աշխատանքային պայմանների արժանապատիվ լինելու կարևորության մասին։ Աշխատող մարդը յուրաքանչյուր տնտեսության հիմքն է։ Երթի կազմակերպիչների խոսքով մայիսի 1-ն առիթ է, որպեսզի ևս մեկ անգամ ավելի հնչեղ բարձրաձայնվեն աշխատողների ու արհմիությունների իրավունքները։ Սա նաև կարևոր միջոցառում է խոսելու մարդկանց անվտանգ աշխատանքային պայմանների, արդար վարձատրության, սոցիալական արդարության մասին։
Սրանք են բոլոր կարևոր հարցերն են, որոնց համար պիտի հետևողական լինել, ամեն օր սրա համար պայքարել, ոչ միայն մայիսի 1-ին, միայն օրենսդրությամբ դա բավարար չէ, պետք է նաև այդ մշակույթը ունենալ, վարքագծային կանոնները կարողանալ փոխել, որպեսզի աշխատողը ինքը պահանջատեր լինի այդ իրավունքի պաշտպանությանը, ինքը մտածի դրա մասին, տեղյակ լինի իր աշխատանքային իրավունքներից, այլապես պարզապես կխախտվեն աշխատանքային իրավունքները եւ եթե աշխատողը լռում է դրա մասին, ոչինչ անել չենք կարող։ Մանասերյանը հիշեցրեց, աշխատանքի ընդունվելուց առաջ քաղաքացիները պետք է պարտադիր ծանոթանան աշխատանքային պայմանագրի դրույթներին, հետագայում իրավական խնդիրներից խուսափելու համար եւ հայտնեց, որ 2024 թվականի ընթացքում կոնֆեդերացիան ստացել է 655 դիմում բողոք, որոնք առնչվել են աշխատանքային հարաբերություններում արձանագրված իրավախախտումներին։ 655 բողոքները եղել են բազմաբնույթ, ինչպես նշեց կոնֆեդերացիայի նախագահը, պրոբլեմը երկուստեք է եւ առնչվում է ինչպես գործատուների վարքագծին, այնպես էլ աշխատողների անբավարար իրազեկվածությանը, ուստի հաճախ իրականացվում է քաղաքացիների իրազեկման արշավներ տարբեր հարթակներում։ Ինչպիսի իրավունքներ ունի աշխատողը, արտաժամյա աշխատանքի համար պետք է պարտադիր վճարվի եւ այն չի կարող գերազանցել ընդհանուր աշխատաժամանակը 48 ժամը շաբաթական, գիշերային աշխատանքի համար առանձին վճարվում է, թե դա տոնական օր է կամ հիշատակի օր է, կրկնակի վճարվում է, եթե այդ օրը աշխատում է։ Արձակուրդի իրավունքը նվազագույնը 20 աշխատանքային օր է տարին աշխատողի համար, հա, դուք կարող եք օգտվել մասերով կամ ամբողջական։ Եթե դուք արձակուրդում եք, բայց ձեզ կանչում են աշխատանքի հետ, պետք է հետ կանչ ձևակերպվի եւ այդ օրերը դուք պահպանելու եք արձակուրդի։ Նույնը, եթե օրինակ ժամանակավոր անաշխատանքություն եք ձեռք բերել, բյուլետեն, հա, այսպես ասեմ, այդ օրերի համար երկարացվում է այդքան օրով ձեր արձակուրդը։ Գործատուի կողմից աշխատանքից ազատումն էլ պետք է լինի հիմնավոր։ Կառուցվածքային փոփոխությունների դեպքում պետք է աշխատակիցը ծանոթվի 2 ամիս առաջ, ապա տրվի արձակման նպաստ ու վերջնահաշվարկ։ Աշխատողների միջազգային տոնն է, աշխատավորի շահերին տեղյակ լինելու, ընդհուպ տնօրենից մինչև ամենավերև, բարձրաձայնում են կարիքները, պահանջները, սպասելով, հավատալով, քայլ առ քայլ, որպեսզի այդ պահանջները լրացվի։ Հավատում ենք։ Ինչպես ներկայացրին կազմակերպիչները, 2024-ին ստացված բողոք դիմումների իրավախախտումների գերակշռող մասը վերաբերում է սխալ կիրառված կարգապահական տույժերին, աշխատանքից ազատվելուց հետո վերջնահաշվարկ չստանալու դեպքերին, մարդկանց արձակուրդ տրամադրելու խնդրին։ Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրը հիշեցում է այն մասին, որ աշխատանքը ոչ միայն եկամուտ ապահովող միջոց է, այլ նաեւ մարդու արժանապատվության մաս։ Եվ ինչպես էլ որ նշվի այս օրը, կարևոր է հիշել, որ աշխատանքը պետք է լինի արդար, անվտանգ եւ արժանապատիվ։ Հիփսիմե Ավակյան, Հայկ Սուքասյան, Հորիզոն։ Վալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել։ Եվրոպական խորհրդարանի падգամավոր Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ ԵԺԿ-ն ցանկանում է հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին իր աշխարհաքաղաքական պայմանների եւ ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը ամրապնդելու օրենքի գերակայությունը եւ ժողովրդավարությունը իրենց երկրում եւ ցանկանում ենք հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին իր աշխարհաքաղաքական պայմանների եւ ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ Եվ այսպեսով ցանկանում ենք խթանել տնտեսական ավելի ամուր համագործակցություն եւ զարգացում, ինչպես նաեւ աջակցել բոլոր այն բարեփոխումներին, որոնց կարիքը Հայաստանն ունի։ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը շատ բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը, անելու ամեն հնարավորը հարևանների հետ հարաբերությունների կարգավորման համար։ Մենք իսկապես գնահատում ենք Թուրքիայի հետ նրա կառուցողական երկխոսությունը, հատկապես այսօր, այս օրերին, երբ հիշատակում ենք հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Մենք տեսնում եւ գնահատում ենք Հայաստանի ջանքերը եւ առաջնորդությունը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում, չնայած 2023 թվականի ռազմական հարձակմանը, որի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր տեղահանվեցին։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին անհապաղ եւ առանց նախապայմանների եւ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հայկական փոքրամասնության երաշխավորած իրավունքի մասին։ Տիկնայք եւ պարոնայք, եկեք մեր լիակատար աջակցությունը հայտնենք Հայաստանին, Եվրոպական միություն տանող ճանապարհին։ Պաշտոնապես հաստատվել է Իսրայելի վարչապետի Բաքու կատարելիք այցի մասին տեղեկությունը։ Նաթանյահուն Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնի մայիսի 7-ին։ Շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, ինչ ծրագրով։
Սա Նետանյահուի երրորդ այցն է Ադրբեջան, մինչ այդ նա Բաքվում եղել է 2016 թվականին, իսկ դրանից առաջ 97 թվականին։ Դե գիտենք, որ Նետանյահուի դեմ միջազգային քրեական դատարանը վճիռ է կայացրել եւ նա պետք է ձերբակալվի ցանկացած այլ երկրում, որը դատարանի անդամ է, սակայն Ադրբեջանը իրեն չի համարում պարտավոր կատարելու այս վճիռը, այսինքն այդ իմաստով որևէ խնդիր իհարկե չի լինելու։ Ամենաուշագրավը այս այցում այն է, որ այն տևելու է մինչև մայիսի 11, այսինքն 5 օր։ Այն դեպքում, երբ այցը պաշտոնական է, ոչ թե պետական։ Սովորաբար երկար են տևում պետական այցերը, եւ նույնիսկ պետական այցերը 3 օրից ավել չեն լինում։ Թե ինչով է զբաղվելու Նետանյահուն Բաքվում 5 օր, դա կարող ենք միայն ենթադրել եւ կարող ենք պատկերացնել, որ սպասվում են շատ կարևոր բանակցություններ, որոնք տեղի են ունենալու մի քանի փուլով եւ տարբեր մակարդակներում։ Նշեմ, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը ըստ ծրագրի պետք է կայանա մայիսի 8-ին։ Հաջորդ օրը Իլհամ Ալիևը մեկնելու է Մոսկվա երկրորդ աշխարհամարտի հաղթանակի օրը նշելու։ Այդ օրերին, երբ Ալիևը Բաքվում չի լինելու, Նետանյահուն հանդիպելու է ըստ ծրագրի ադրբեջանցի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների հետ, հանդիպումներ է ունենալու հրեական համայնքի ղեկավարների հետ։ Իդեպ հետաքրքիր է, որ մայիսի 8-ին նա շահիդների ծառուղում պսակ է դնելու Ադրբեջանի ազգային հերոս ազգությամբ հրեա Ալբերտ Ագարունովի գերեզմանին, ով հենց այդ օրն է մահացել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Շուշիում 92 թվականին։ Բայց նաև կարող եմ ենթադրել, որ Ալիևի վերադառնալուց հետո եւս մեկ հանդիպում կտեղի կունենա երկու երկրների ղեկավարների միջև, որը առայժմ ծրագրում չկա։ Բացի դա, ես կարող եմ միայն ենթադրել, որ այս բանակցություններում անուղղակի ձևով ներկա է լինելու նաև երրորդ կողմը, որի հետ հարաբերությունները այս այցի կարևոր նպատակներից մեկն են։ Թուրքիան նկատի ունես։ Այո, կարող եմ ասել բավական մեծ վստահությամբ, որ Թուրքիան այս կամ այն ձևով այս բանակցությունների կողմ է լինելու եւ որ Բաքուն այս անգամ եւս միջնորդի դերում է հանդես գալու։ Մանավանդ եթե նկատի ունենանք այն, որ պաշտոնապես հաստատվեց տեղեկությունն այն մասին, որ այս այցից անմիջապես հետո մոտ 10 օր հետո, միգուցե 2 շաբաթ հետո Թուրքիայի նախագահ Էրդողանն է Բաքու գալու եւ դա պատահական զուգադիպություն չէ իհարկե։ Ադրբեջանը ժամանակին արդեն հանդես եկել է որպես Իսրայելի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման միջնորդ։ Այդպես էր 2021 թվականին, երբ հենց Իլհամ Ալիևի ջանքերի արդյունքում ի վերջո կողմերը վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզված էին 13 տարի շարունակ։ Բայց դրանից հետո հարաբերությունները կտրուկ լարվեցին նորից, այն բանից հետո, երբ Սիրիայում իշխանության եկան թուրքամետ գրոհային արմատականները, որոնց դեմ Իսրայելը ռազմական հարձակումներ իրականացրեց Սիրիայի տարածքում։ Իհարկե Ադրբեջանը այդ թուրք-իսրայելական բարելավման գլխավոր բենեֆիցիարն է, քանի որ եւ Իսրայելը եւ Թուրքիան Ադրբեջանի ամենակարևոր դաշնակիցներն են եւ Ադրբեջանը շատ է կորցնում դրանից, որ այդպես էլ չի կարողանում վերջնականապես ձևավորվի այդ եռակողմ դաշինքը, որի հետ Ալիևը շատ մեծ հույսեր է կապել եւ որի բացակայության պատճառով Ադրբեջանը խնդիրներ է ունենում Թուրքիայի հետ։ Իդեպ ընդամենը 2 շաբաթ առաջ, մի քիչ ավել, ապրիլի 10-ին Ադրբեջանը նույնպես միջնորդի դերում հանդես եկավ, երբ հենց Բաքվում տեղի ունեցան Թուրքիայի եւ Իսրայելի միջև բանակցությունները հատուկ ծառայությունների ղեկավարների մակարդակով։ Տեղեկությունն այն մասին, որ Բաքուն միջնորդ էր, պաշտոնապես հաստատվեց եւ Նեթանյահուի աշխատակազմը շնորհակալություն հայտնեց Ալիևին այդ միջնորդի դերը կատարելու համար։ Մի շատ կարևոր հանգամանք
այս անգամ Բենյամին Նետանյախուի ինքնաթիռը Երուսաղեմից կամ Թել Ավիվից Բաքու մեկնելու է Թուրքիայի տարածքով։ Մի բան, ինչը դեռ մի քանի շաբաթ առաջ անիրատեսական էր թվում։ Գիտենք, որ անցած տարվա նոյեմբերին Իսրայելի նախագահ Իցհակ Գերցոգի ինքնաթիռը ստիպված էր եղել շրջանցել Թուրքիան, երբ մեկնում էր Բաքու COP29 գագաթնաժողովին, քանի որ Թուրքիայի իշխանությունները չէին արտոնել օգտագործել իրենց օդային տարածքը։ Նույնը տեղի ունեցավ 3 շաբաթ առաջ, երբ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների ինքնաթիռներ Թել Ավիվից Բաքու մեկնում նույնպես շրջանցել էին։ Այս անգամ Թուրքիան իրավունք է տվել օգտագործել սեփական երկրի օդային տարածքը, ինչը կարծում եմ նույնպես ինչ որ բան նշանակում է։ Արդյոք եւ էլ ինչ հարցեր են առաջին պլանում լինելու։ Դե վստահ եմ, որ կարևորագույն հարցերից մեկը լինելու է այն, թե ինչպիսին կլինի Բաքվի դերն ու մոտեցումը, եթե Իսրայելի եւ Իրանի միջև առճակատումը ուժային փուլի հասնի։ Գիտենք, որ ընդամենը մի քանի օր առաջ, երկուշաբթի օրը Բաքվում էր պաշտոնական այցով Իրանի նախագահ Մեսուդ Փեզեշքյանը, ով կարծում եմ փորձում էր երաշխիքներ ստեղծել, որ եթե պատերազմ սկսվի Իսրայելի եւ Իրանի միջև, Ադրբեջանը չեզոքություն կպահպանի։ Այժմ Նետանյահուի նպատակն է անել այնպես, որ այնուամենայնիվ Իլհամ Ալիևը լինի ոչ թե չեզոք, այլ այսպես պաշտպանի Իսրայելին եւ հնարավորություն տա սեփական տարածքը Իսրայելին օգտագործել որպես հանգրվան Իրանի վրա հարձակման համար։ Եւ կարծում եմ նույնպես պատահական զուգադիպություն չէ այն, որ հենց այդ այցի օրերին շարունակվելու են Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունները միջուկային գործարքի շուրջ։ Այս հանգամանքը եւս Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքը ուժեղացնելու հնարավորություն է Ալիևի ձեռքում եւ իսկապես այնինչ վերջի շաբաթների ընթացքում տեղի է ունենում այս բարձրաստիճան պաշտոնյաների այցերը վկայում են այն մասին, որ Բաքվի դերը աշխարհաքաղաքական տարածաշրջանային գործընթացներում իսկապես շարունակում է աճել։ Շնորհակալություն Արտем։ Ավարտվեց հորիզոնի այս թողարկումը, կարճ դադարից հետո եթերը կշարունակի հեռանկարը։ Այսօր աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրն է եւ այդ առիթով հեռանկարում հյուրընկալել ենք Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին։ Բարև ձեզ, Տիկին Մանասերյան, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար։ Այսօր օրվա երևի թե նաեւ առիթը օգտագործելով հերթական անգամ հայտարարվեց, որ աշխատողների թիվը կամ գրանցված աշխատողների թիվը Հայաստանում ավելացել է, ես ուզում եմ մեջ բերել էկոնոմիկայի նախարարի խոսքերը աշխատատեղերի թիվը մեր երկրում նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ աճել է 40,490-ով, հասնելով 782,100-ի, իսկ իրական կամ որ նույնն է գնաճով ճշգրտված աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 4,118%-ով։ Սա պաշտոնական վիճակագրություն է, բայց ինչպես հայտնի է, ոչ բոլորն են հավատում պաշտոնական վիճակագրությանը։ Ըստ ձեզ, սրանք օբյեկտիվ թվեր են, եւ սա լավ ցուցանիշ է։ Եթե նայենք, ապա այո, պիտի որ լավ ցուցանիշ լիներ, բայց ուզում անդրադառնալ նաեւ այդ աճած աշխատատեղերի, գրանցված աշխատողների թվաքանակի աճի հետ կապված նաեւ արդյոք որքան են համատեղությամբ աշխատողների թիվը, որովհետև աշխատողների մեծամասնությունը նաև գուցե որ բավականին զգալի հատված աշխատում է նաև համատեղությամբ աշխատանքում, ինչը մեզանում արդեն կարծես թե սովորական է դարձել։ Այսինքն այս թվի մեջ կան մարդիկ, որոնք երկու անգամ են կամ գուցե 3 անգամ։ Որոնք համատեղությամբ են աշխատում, գուցե ունեն 1 համատեղություն, գուցե ունեն 2 համատեղություն, սրա մասին էլ է պետք մտածել, երբ ներկայացնում ենք թվեր։ Հասկանալի է։ Եվ երբ մենք անդրադառնում ենք արկա գնաճին, ապա պիտի դրա հետ միասին անդրադառնանք նաև, թե ինչպիսին է նվազագույն սպառողական զամբյուղը, ինչպիսին է սպառողական զամբյուղն ընդհանրապես, ինչ ենք ներառել զամբյուղում,
այսինքն պարենային եւ ոչ պարենային ծախսերի առումով, եւ որքանով են դրանք համապատասխանում գնաճին, որքանով են համապատասխանում աշխատավարձերը։ Ես կուզենայի, որ մենք նաեւ անդրադառնայինք այս պարագայում ոչ միայն միջին աշխատավարձի ցուցանիշներին, այլ նաեւ նվազագույն աշխատավարձի ցուցանիշներին, որովհետեւ միջին աշխատավարձի բարձր լինելը, ինչը որ շատ դեպքերում այդպես ներկայացվում է, դա հիմնականում մենեջմենտի կամ IT ոլորտի բարձր աշխատավարձի ֆոնին է դառնում այդ բարձր աշխատավարձը միջին աշխատավարձի։ Այսինքն շատ քիչ մարդկանց աշխատավարձը շատ բարձր է լինում եւ ազդում է ընդհանուր ֆոնի վրա։ Իհարկե, ընդհանուր ֆոնի վրա, որովհետեւ ինչպես հայտնի է մեզանում, մենք ունենք աշխատավարձերի սոցիալական անարդար մոտեցում, որովհետեւ մենք ունենք բավական մեծ ինտերվալներ, ունենք նույն կազմակերպությունում կարող ենք ունենալ շատ բարձր աշխատավարձով մենեջմենտ եւ շատ ցածր աշխատավարձով, օրինակ բանվորներ կամ միջին մասնագիտության տիրապետող աշխատողներ, որոնց աշխատավարձը գուցե նվազագույն չէ, բայց միևնույն է, եթե մենք համեմատելու լինենք նրա աշխատավարձը արկա գնաճի հետ, ապա կտեսնենք, որ դա բոլորովին էլ բավարար չէ, որպեսզի մարդը կարողանա ունենալ բարեկեցիկ կյանք եւ կարողանա ապահովել ոչ միայն իր, այլ նաեւ իր ընտանիքի անդամների կենսապահովումը։ Այսինքն եթե միջին աշխատավարձը հաշվարկվեր հաշվի չառնելով, ասենք IT ոլորտը կամ մենեջմենթի ոլորտը, մենք շատ ավելի փոքր մենք հաստատ այլ պատկեր կունենայինք։ Հետո ես ճիշտ եմ հասկանում, որ իրականում ոչ թե աշխատատեղերն են մեզ մոտ ավելացել, այլ ուղղակի հիմա ավելի շատ գրանցում են այդ մարդկանց։ Առաջ չէին գրանցում, քանի որ մենք երկար տարիներ է պայքարում ենք ստվերի դեմ, պայքարում ենք ոչ ֆորմալ զբաղվածության դեմ, սա դրա նաև արգասիքն է։ Այսօր մենք ունենք ավելի շատ գրանցված աշխատողներ, քան նախկինում։ Եվ սա է պատճառը նաև, որ իհարկե սրա մասով պետությունը բավականին շատ գործողություններ է կատարել, որպեսզի ստվերը դուրս գա։ Իհարկե դեռ ունենք ստվեր, ոչ ոք չի ասում, որ մենք ստվեր չունենք, հատկապես եթե մենք օրինակ գյուղատնտեսության ոլորտն էլ ենք ներառում ստվերի թվի մեջ, ապա մենք բավականին մեծ թիվ ունենք ստվերի տոկոսային հարաբերությամբ։ Բայց պետք է նաև ընդունենք, որ փոքր է այդ ստվերը, կամ քիչ է, կամ համեմատության մեջ, այո, իհարկե, նախորդ տարիների համեմատ բավականին քիչ է այդ ստվերը եւ սա էլ է իր արդյունքը տվել եւ կարծում եմ, որ այստեղ թե հարկային մարմնի աշխատանքի, թե տեսչական մարմնի աշխատանքի, թե ինչու՞ չէ հենց իրենց աշխատողների, որովհետեւ օրինակ Հայաստանի Արմությունների կոնֆեդերացիան բավականին երկար ժամանակ աշխատողների շրջանում էր անում իրազեկման աշխատանքներ, որպեսզի նրանք ստվերից հրաժարվեին եւ չաշխատեին ստվերում։ Եվ այսօր էլ մենք ունենք ծրագիր, որը արդեն մեկնարկտրվել է, դեռ աշխատում ենք ստվերում կամ ոչ ֆորմալ տնտեսությունում աշխատող անձանց դեպի ֆորմալ դաշտ բերելուն, նրանց կազմակերպելու միջոցով, այսինքն արմություններում կազմակերպելու միջոցով բերում ենք նրանց ֆորմալ դաշտ։ Եւ սա բնականաբար տալիս է այն արդյունքը, որ ոչ թե աշխատատեղերն են ավելի շատ ավելացել, այլ այնց աշխատողներն են գրանցվել եւ մենք այլ պատկեր ունենք։ Եվ ելի եմ ուզում կրկնել, որ սրա մեջ պիտի ներառել նաեւ համատեղությամբ աշխատողների թիվը որքան է։ Մի վիճակագրական տվյալի մասն է, եկեք խոսենք 2024 թվականին գործազրկությունը, եթե չեմ սխալվում, 13.9% է կազմել, մինչդեռ 2023-ին 12.4% եղել, այսինքն մեկ տարվա կտրվածքով 1.5% աճ է գրանցվել գործազրկության։ Մի տեսակ հակասության մեջ է այս տվյալը այն իրողության հետ, որ աշխատատեղերի կամ թեկուզ գրանցված աշխատատեղերի թիվը ավելացել է։ Թե գուցե այստեղ նաև Արցախից այդ բռնի տեղահանված քաղաքացիների գործը։ Իհարկե, քանի որ Արցախից բռնի տեղահանված անձինք համարյա բոլորը երևի թե գրանցվել են նաև միասնական սոցիալական ծառայությունում, քանի որ հենց միասնական սոցիալական ծառայությունն էր այն պետական մարմինը, որտեղ որ նրանք պիտի հաշվառվեին, բնականաբար այս հաշվառումները տրվել են իրենց արդյունքը եւ գործազրկության մակարդակի աճ ունենք այսօր։ Թեպետ միևնույն է 2023 թվականի տվյալը էլի բարձր է մեզ համար։ Հայաստանի Հանրապետությունում գործազրկության մակարդակը բարձր է եւ մի շատ պարադոքս ունենք այստեղ, պարադոքսալ երևույթի հետ ենք առնչվում։ Մի կողմից մենք ունենք գործազրկության բարձր մակարդակ, մի կողմից ունենք աշխատողների պակաս։ Կան բազմաթիվ կազմակերպություններ, որտեղ աշխատողների պահանջարկ կա, բայց աշխատող չկա։
Իսկ մյուս կողմից ունենք գործազրկության աճ։ Սա ինչի մասին է խոսում։ Սա խոսում է, որ մեզ մոտ աշխատաշուկայի հստակ վերլուծություն չի իրականացվում եւ առաջարկի եւ պահանջարկի հակակշռված իրավիճակ ունենք, այսինքն այս հավասարակշռությունը աշխատաշուկայում առաջարկի եւ պահանջարկի չկա։ Սա պիտի բերի նրան, որովհետեւ մենք մտածենք, մենք ինչ կրթություն ենք տալիս երեխային, դեռահասին, հետո նաև արդեն ավելի ուսանողին օրինակ, որը ուզում է ուսանող դառնալ։ Կրթություն եւ աշխատաշուկա կապը պիտի լինի ամենօրյա։ Մեծ խզում կա։ Այո, խզում կա, որովհետեւ եթե մենք այդ խզումը չունենենք, մենք այս պարադոքսը ուղղակի չենք ունենա։ Հարյուրներով ուսանողները ավարտում են եւ միանգամից դառնում Պիտի են ասեմ, անգործ։ որ գործատուների շրջանում, քանի որ Հայաստանի Արհամարհությունների կոնֆեդերացիան որպես սոցիալական գործընկեր համագործակցում է գործատուների հանրապետական միության հետ, մենք տեսնում ենք իրավիճակ, երբ գործատուները կարիք ունեն միջին մասնագիտական որակավորում ունեցող աշխատողների։ Շատ դեպքերում քոլեջներում մենք ունենք նման մասնագիտություններ, բայց գնացող երեխա չունենք, որպեսզի այնտեղ սովորի։ Եվ կարծում որ այս տարիների ընթացքում իհարկե մասնագիտական կողմնորոշման կենտրոններ ենք բացել եւ այլն, բայց կարծում եմ պետք է մի քիչ ավելի շատ վճռական քայլեր ձեռնարկենք այստեղ եւ հատկապես ոչ թե միայն երեխայի հետ աշխատենք, այլ նրա ծնողների։ Ինչքան էլ որ այս կարծրատիպային մոտեցումը քիչ թե շատ փոխվել է Հայաստանի Հանրապետությունում, որ դիպլոմը միայն օժիտ չէ, այլ նաև դա պիտի կերակրի հետագայում այդ երեխային եւ արդեն մեծ մարդուն ընտանիք կազմելու ժամանակ, բայց դեռ ունենք այս խնդիրը։ Երբ բոլորը որոշում են, որ իրենք պիտի բուհում սովորեն, որովհետեւ բուհի դիպլոմ պիտի ունենան։ Չեմ ասում, որ նախկինի նման է հիմա։ Քիչ թե շատ կոտրվել է այս կարծրատիպը, բայց դեռ ունենք եւ դա տալիս է իր արդյունքը եւ պետք է նաեւ հաշվի առնել, որ այսօր աշխատաշուկա է մտնում դեռևս 5 տարի առաջ այդ մոտեցումը ցուցաբերած ուսանողը կամ աշակերտը կամ այդպիսի ծնողների երեխաները։ Գուցե այսօր մենք մի քիչ ավելի շատ ենք աշխատում այս իմաստով, փորձում ենք փոխել, մասնագիտական կողմնորոշման կենտրոններն են փոխում, բայց ամեն դեպքում խնդիրն ունենք եւ սա մեծ այդ կրթություն աշխատաշուկա այդ սղումը շատ մեծ է։ Իսկ այն որ ասում եք պահանջարկ կա աշխատատեղերի, բայց այդ աշխատատեղերը չեն լրացվում։ Գուցե դա պայմանավորված է նրանով, որ պահանջարկի հետ մեկտեղ նաև բարձր աշխատավարձներ չեն տալիս եւ մարդիկ հենց դրանով պայմանավորված չեն գնում այդ։ Ես չէի ասի։ Այն տեղերում, որտեղ կոնկրետ մասնագիտություն կամ հմտություն ունեցող աշխատողի կարիք կա, դա կարող է լինել զոդող, դա կարող է լինել խառատ, այսինքն հաստոցաշինության մեջ աշխատող կարող է լինել, այնտեղ աշխատավարձը գոնե Հայաստանի Հանրապետությունում գրանցված միջին աշխատավարձի գրեթե մոտ է։ Այսինքն այնտեղ նվազագույն աշխատավարձ չէ սահմանված, որի համար մարդը չգնա աշխատելու, բայց եթե օրինակ 200,000 դրամ է աշխատավարձը եւ 8 ժամյա իրոք աշխատանքային գրաֆիկ է, կարծում եմ, որ մարդը, որը չունի աշխատանք եւ գործազուրկ է գրանցված, նրա համար պիտի շահեկան լիներ այնտեղ աշխատելը, եթե ինքը ունի այդ մասնագիտական հմտություններն ու ունակությունները։ Այ որ մասնագիտությունների ավելի շատ պահանջարկ կա, իսկ առաջարկը ավելի քիչ է։ Արդեն նշածս, հա, որոնց մասին ես նշեցի, կռունկավարների խնդիր ունենք, զոդողների, հատկապես այստեղ երիտասարդ աշխատողների կարիք կա, այո, սպეციფիկ են, որտեղ արդեն մարդիկ, որոնք այդ մասնագիտությունն ունեն, տարիքն արդեն բարձր է, միշտ չէ որ դու կարող ես կռունկավարին, օրինակ 70-80 տարեկան մարդուն, դա վտանգավոր է նրա առողջության համար։ Շատ դեպքերում գործատուները ստիպված գնում են այդ քայլին, որովհետև այլ աշխատող չունեն, բայց դա վտանգավոր է նրանց կյանքի համար։ Ինչքան էլ որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը թույլ չի տալիս խտրական վերաբերմունք ցուցաբերել աշխատողի տարիքի հիմքով, բայց կան աշխատանքներ, որտեղ իրոք վտանգավոր է տվյալ աշխատողի համար։ Խնդիր համարվում է այն, որ աշխատատեղերը ընդհանրապես աշխատաշուկան հավասարաչափ բաշխված չէ։ Նկատի ունեմ հետեւյալը, որ տեսեք հիմնականում ամեն ինչ Երևանում է կենտրոնացած եւ ձեռնարկությունները, չգիտեմ, տնտեսությունը, մի խոսքով ամեն ինչ սպասարկման ոլորտ ծառայությունները մարզերում շատ քիչ։ Եթե համեմատում ենք բնակչության թվերն, այսպես շատ մոտավոր 1/3 մասն է, հա, Երևանի բնակչությունը ընդհանուր հանրապետության, բայց զբաղվածությամբ 70%-ից ավելին
մայրաքաղաքն է, այսինքն ամբողջ աշխատուժի։ Սա էլ կարծում եմ լուրջ հակասություն է։ Սա խնդիր է Հայաստանի Հանրապետության համար եւ կարծում եմ, որ սա ռազմավարական խնդիր է, սա անվտանգության խնդիր է, որովհետեւ եթե մենք ամեն ինչ կենտրոնացնում ենք մայրաքաղաքում, մենք պարզապես դատարկում ենք մեր գյուղերը, հատկապես այն գյուղերը, որոնք մեզ համար կենսական նշանակություն ունեն։ Այսինքն համայնքային զարգացման ծրագրերը պիտի ավելի շատ լինեն, եթե կան, եթե չկան, ապա պետք է անել, որովհետև համայնքները պիտի զարգանան, համայնքը պիտի ունենա այն ինֆրաստրուկտուրան, որպեսզի համայնքում ապրող բնակիչը չուզենա գալ Երևան, կամ օրինակ, չգիտեմ, Շիրակի մարզում չուզենա գալ Գյումրիում աշխատել, Լոռու մարզում չուզենա գալ Վանաձորում աշխատել։ Եթե նկատել եք, ապա Երևանի պարագայում մենք առավոտյան ունենում ենք մարզերից, մոտ մարզերից հսկա հոսք, որը մտնում է Երևան քաղաք։ Ոչ միայն մոտ, ես շատ գյումրեցիների գիտեմ, որոնք ամեն օր գալիս են, աշխատում են երեկվան վերադառնում են, ամեն օր։ Այսինքն սա ինչի մասին է խոսում, սա խոսում է, որ մարզը կամ համայնքը հավասարաչափ չի զարգանում մայրաքաղաքի հետ։ Էլի թող մայրաքաղաքը թեկուզ մի քայլ առաջ լինի, բայց եթե մենք ուզում ենք զսպել արտագաղթը, եթե մենք ուզում ենք զարգացնել համայնքները, եթե մենք ուզում ենք ընդհանրապես ունենալ ապահով եւ ուժեղ պետություն, մենք պիտի համայնքներից սկսենք այդ զարգացումը։ Պարզ է, որ դա մեկ օրում լուծվող խնդիր չէ, բայց կարծես թե միտումն էլ դեպի հակառակը չէ, այսինքն անընդհատ Երևան ամեն ինչ դեպի Երևանը կենտրոնանում է, ձեր ասացի նման մարզերը իրոք դատարկվում են։ Այո, ես իմ աշխատանքի բերումով լինում եմ շատ լինում եմ մարզերում, հատկապես լինում եմ հեռավոր գյուղերում եւ տեսնում եմ, որ մենք ունենք գյուղեր, որտեղ գրեթե տղամարդ չկա, որտեղ բոլորը գնացել են արտագնա աշխատանքի։ Կապ չունի դա ներքին միգրացիա է, թե արտաքին միգրացիա է, հա, կապ չունի Հայաստանի Հանրապետության տարածքում են միգրացիայի ենթարկվում, թե օրինակ դուրս։ Հեռավոր գյուղի բնակիչը իրեն ավելի ձեռնտու է, որ ինքը Երևանում թեկուզ մի փոքրիկ սենյակ վարձի այնտեղ ապրի, քան ամեն օր գնա գյուղ եւ վերադառնա։ Եվ ես չէի ասի, որ բոլոր գյուղերի ճանապարհներն են այնպիսի վիճակում, որ կարելի է ամեն օր գնալ եւ գալ։ Իհարկե տարբերություն կա նախկինի համեմատ, եղել են օրինակ տարիներ առաջ ես գնում էի գյուղ, ճանապարհի կեսից ոտքով էի գնում, որտեղ մեքենան այլևս չէր կարող գնալ։ Այսօր ավելի քիչ թե շատ այդ խնդիրը լուծված է, բայց միևնույն է, եթե մենք ուզում ենք ունենալ այդ ինֆրաստրուկտուրան, եթե մենք ուզում ենք ունենալ ապահովություն, եթե ուզում ենք անվտանգություն ունենալ, սա ռազմավարություն է եւ անվտանգային ռազմավարություն։ Պետությունը պիտի մտածի գյուղից սկսի, ոչ թե քաղաքը զարգացնենք, այլ գյուղից սկսենք, քաղաքը ինքն իրեն զարգանալու է։ Իսկ միտումը այնպեսն է, որ ես մտածում եմ, թե եթե հնարավորություն լիներ գյուղատնտեսություն էլ կբերեին Երևան, հանքերն էլ կբերեին Երևան, ամեն ինչ կկենտրոնացնեին Երևան։ Այո, ցավոք մենք ունենք միտում գյուղատնտեսության որպեսզի մի քիչ ավելի դիվանագետ հնչի, ինչ ասեմ, վերանալու, հա, մոտավորապես։ Մենք ավելի շատ ինչ ենք անում, աշխատողները չեն զբաղվում գյուղատնտեսությամբ։ Շատ երկրներում հիմա առաջատար ուղղություններից մեկը հենց գյուղատնտեսությունն է։ Որովհետև գյուղատնտեսությունը, բարենային անվտանգությունը, սրանք շատ կարևոր հարցեր են, որոնք պետության համար առաջնահերթություններ պիտի լինեն։ Այսօր կայացել է, հա, ձեր նվազագույն աշխատավարձ եւ սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում այդ հետազոտության թվում է հետաքրքիր հետազոտություն կլինի, շնորհանդես այ որոնք են այդ հետազոտության հիմնական արձանագրումները։ Հետազոտության առաջին արձանագրումը վերաբերում է արդեն խոսեցինք։ Այո, մի որոշ բաներից խոսեցինք, հատկապես նվազագույն եւ միջին աշխատավարձի մասով, որը հետազոտությունը իմիջիայլոց եւս արձանագրել էր, բայց մի կարևոր հանգամանք մենք չունենք մեթոդաբանություն աշխատավարձ սահմանելու, այսինքն մենք ինչի հիման վրա ենք սահմանում մեր նվազագույն աշխատավարձը, ինչի հիման վրա ենք սահմանում սպառողական զամբյուղ, մենք իմիջիայլոց 2 զամբյուղ ունենք, սա էլ հակասությունների մի թնջուկ է, որը պետք է, այո, եւ նվազագույն, այո, սա էլ այդ հակասությունների թնջուկներից մեկն է, որը եթե մենք ուզում ենք ունենալ իրատեսական նվազագույն աշխատավարձ, այս բոլոր խնդիրներին պիտի լուծում տանք։ Եվ այդ լուծումները պիտի լինեն մեթոդական,
Ոչ թե պիտի մենք նայենք, թե պետությունը ինչքան հնարավորություն ունի նվազագույն աշխատավարձ սահմանելու եւ այդ թիվը ուղղակի շեշտենք, այլ այդ թվի տակ պիտի լինի հիմնավորված հաշվարկ, մարդուն ինչքան գումար է պետք, որպեսզի ինքը կարողանա ապահովել իր կենսապահովումը եւ իր ընտանիքի անդամների կենսապահովումը, ոչ միայն սննդի մասով, այլ նաեւ իր ոչ պարենային սպառման մասով ներառված չեն ոչ կոմունալ ծախսերը, ներառված չեն ձեզ հանգստի ծախսերը, ներառված չեն ձեր մշակութային ծախսերը, ներառված չեն ձեր առողջության վրա կատարվող ծախսերը։ Ինչու բժշկի չենք գնում, հա, շատերը, որովհետև գումար չունի։ Բժշկի գնում են մարդիկ այն դեպքում, երբ արդեն ժողովրդական լեզվով ասած դանակը ոսկորին է հասել, որովհետև ինքը գումար չունի։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք մարդիկ, որոնք որ կարողանում են ապրել, ինչպես Ֆոկուս խմբային ուրեմն քննարկումները ցույց էին տվել, որ մարդկանց մեծ մասը ապրում է պարզապես պարտքով, ապրում է պարզապես վարկով եւ ինքը անընդհատ այդ պարտքի եւ վարկի հորձանուտում է, ինքը դրանից դուրս չի գալիս։ Մեծամասամբ նրանց այդ աշխատողների հա այդ մասը ստվար հատվածը ինքը անդադ կամ հարկադիր ծառայության ուրեմն խնդիր ունի, հարկադիր կատարման, հա, այնտեղ պարտքեր ունի եւ այլն, վարկեր ունի ինքը անընդհատ, բայց այդ բոլորի հետ միասին մենք տեսնում ենք մարդիկ, ովքեր վերջին մոդելի հեռախոս ունեն, ապառիկով գնաց կամ իրենց հանգիստը, այս բոլորը պարտքով է իրականացվում եւ մենք փաստորեն ունենում ենք մի իրավիճակ, երբ մի կողմից խոսում ենք, որ աշխատավարձը բավարար չէ եւ ապրել ուղակի հնարավոր չէ, մյուս կողմից ունենք նաեւ մարդիկ, որոնք այդ վարկի եւ պարտքի միջով գերադասում են անդադ լինել այդ վարկի ու պարտքի տակ, բայց ունենում են այն գոնե նվազագույն պայմանը, որը ինքը ուզում է իր երեխային հետ ունենալ։ Այո, է դարձել, բայց հետաքրքիր է կա, այ որպեսզի պարտքեր չլինեն, հա, ինչ որ միջին անցված հաշվարկ կա, թե միջին վիճակագրական մեկ հայն, մեկ քաղաքացու մոտավորապես մեկ ամսվա ընթացքում ինչքան գումար է պետք, քիչ թե շատ նորմալ ապրելու համար։ Ճիշտ ասած հետազոտությունը մի քանի մոդելեր առաջարկել էր նաև այն տարբերակը, որպեսզի հնայի հետ նաև համեմատենք եւ դա լինի օրինակ 46%-ը, լինի 42%-ը, որի պարագայում այսօր պետք էր, որ ամեն նվազագույնը լիներ 93700 դրամ, բայց եթե մենք այդպես չենք նայում, այսինքն դա մերիդիան, հա, այդ մոդելով հաշվարկված դա պարագայում, բայց եթե մենք նայում ենք պարզապես գնաճին, ապա 2 հոգի աշխատելու պարագայում ընտանիքում նվազագույն աշխատապարտը մինիմում պիտի լիներ գոնե 115000 դրամ, եթե երկուսն էլ աշխատում են տանը եւ կկարողանային այդ դեպքում իրենց կոմունալ վարձերը վճարել եւ ինչ որ չափով կարողանային նվազագույն պայմաններով ապրել։ Բայց բոլորս հասկանում ենք, որ մեր սահմանադրական իրավունքն է ընդհանրապես լավ ապրել, արժանապատիվ ապրել եւ երբ որ մենք նայում ենք կյանքի գինը, օրեցօր աճող գնաճը, իրականի մասին է խոսքս, ոչ թե պաշտոնական տվյալների մասին, ապա մենք տեսնում ենք, որ 150000 դրամն էլ է պակաս, որպեսզի մենք կարողանանք այսօրվա գնաճի հետ քայլենք ուղակի, որովհետև եթե մենք նայում ենք մեր սպառումը, նայում ենք մեր օրեցօր բարձրացող թե հարկերի մասով, թե ծառայությունների մասով, որոնք ելի հիմա կբարձրանան հաշվի առնելով որոշակի հարկերի բարձրացումը, ապա տեսնում ենք, որ նույնիսկ 150000 դրամ ստանալու պարագայում իրական, եթե նայենք դաշտում, ապա մենք ելի կունենանք խնդիր։ Շնորհակալություն։ Այսքանը մեր հյուրն էր Հելեն Մանասարյանը։